Ինչպես վարվել այն պաշտոնյաների հետ, որոնք գույքի եւ եկամտի հայտարարագիր կներկայացնեն խախտումներով, մինչեւ հիմա չկա օրենք, որով բարձրաստիճան պաշտոնյան պատասխանատվության կենթարկվի, եթե եկամուտների մասին կեղծ տվյալ ներկայացնի։ Կառավարությունը վերջապես որոշեց ուղղել բաց թողումը։ Այս նախագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում։ Օրինագծում 10-ից ավելի երկրի փորձ է բերված։ Բալթյան երկրներում պաշտոնյան կեղծ տվյալ ներկայացնի, բանտում կհայտնվի, հանրային աշխատանքի կուղարկվի։ ԱՄՆ-ում $50,000 տուգանք կվճարի, ճաղերի հետևում էլ կհայտնվի։ Սինգապուրում պաշտոնյան չկարողանա բացատրել ինչպես է հարստություն դիզել ինքն ու ընտանիքի անդամները, ուրեմն կաշառակեր է, պատիժն էլ հետաքննություն։ Հայաստանում ընտրել են ամենամեղմ տարբերակը, կսահմանափակվեն միայն տուգանքով։ Հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում։ Այդ նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է վարչական տուգանք։ Նվազագույն աշխատավարձի 200 պատիկի չափով։ Պատասխանատվությունը նույնն է նաև, եթե հայտարարագիր ներկայացնելու կարգը խախտվի, պատիժը խստացվում է կեղծ տվյալ ներկայացնելու դեպքում։ Սա էլ առաջացնում է պատասխանատվություն 200 պատիկից 400 պատիկի չափով։ Գագիկ Ջհանգիրյանը փորձում է հասկանալ 12 տարի պաշտոնյաների ունեցվածքն են հաշվառում, գրում, իմաստը։ 12 տարի հաշվառել են, գիտենք, Կիրակոսյան, Մարտիրոսը էս ունի, Փիլիփոսյան, մյուսն էլ նա ունի։ Եվ այսքան աշխատավարձ, այսքան գույք, բայց ի վերջո, այս ամբողջ հաշվառման իմաստը ո՞րն է։ Ջհանգիրյանի ասացի իմաստը դեպի ապօրինի հարստություն է տանում եւ քրեական պատիժ։ Մարդիկ վերջը պետք է իմանան, որ ապօրինի հարստացումը քրեորեն հետապնդելի է։ Առաջիկայում խորհրդարանը հնարավորություն կունենա քննարկելու այն նախագիծը, որի վերաբերյալ խոսում է պարոն Ջհանգիրյանը։ Իսկ խոսքը վերաբերում է քրեական օրենսգրքում համապատասխան լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, մասնավորապես ապօրինի հարստացմանը վերաբերող։ Քանի դեռ չկա քրեական պատասխանատվություն, կմնա զոքանչի սինդրոմը։ Պատգամավորներին հետաքրքրում է, թե ինչպես է կարգավորվելու ունեցած-չունեցածը զոքանչի անունով ձևակերպելը։ Արփինե Հովհաննիսյանը չի թաքցնում, բարդ հարց է, բայց դրան էլ կհասնեն։ Սա համապարփակ նախագիծ է, որը կարգավորում է հայտարարագրման խնդիրները։ Դրան հետևելու են հաջորդները, դրանցից օրինակ ապօրինի հարստացում, իրական սեփականատերերի բացահայտում, շահերի հայտարարագրում, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնում։ Հեղինե Բիշարյանը տարակուսեց, զոքանչ փեսա հարաբերությունները որպես կանոն ջերմ չեն, բայց զոքանչին միլիոններ են վստահում։ Ես էլ եմ զոքանչ, ոչինչ, խնդիրը դրա մասին չի։ Խնդիրը նրա մասին է, որ համ հարաբերություններում կարծես է այնքան ջերմ չեն, բայց ես միլիարդները վստահում են զոքանչներին։ Այնպիսի գումարներ կան այդ մարդկանց անուններով, որոնք որևէ կապ չունեն այդ գումարների ստեղծման հետ։ Հարգելի Տիկին Բիշարյան ջան, հիմա Տիկին Հովհաննիսյանը ամեն ինչ տեղը կդնի։ Հարգելի Տիկին Բիշարյան, այ որ ասացիք դուք էլ եք զոքանչել եմ, ձեզ էլ են այդքան վստահել, ինչքան մյուսներ իրեն զոքանչներին։ Չէ, ինձ հետաքրքիր ուղղակի հայտարարագրերով չեմ առաջ հետաքրքրվում։ Ափսոս։ Օրենքը կգործի 17 հունիսից, մինչև այդ պատգամավորների մյուս առաջարկներն էլ կքննարկվեն, տեղեկացրեց Արփինե Հովհաննիսյանը։ Նա ազգային ժողով եկավ որպես պաշտոնակատար, գնաց որպես վերանշանակված նախարար։ Այս ուրախալի լուրը ձեզ հայտնենք ազգային ժողովի դահլիճում եւ բոլորս իրար հետ շնորհավորենք մեր գործընկերուհուն։ Ինչ կփոխվի նոր կառավարությունում արդարադատության ոլորտում։ Նախարարի պատասխանը կարճ է։ Կտեսնեք։ Շակե Ղազարյան, Խաչատուր Եսայան, Ժամը լրատվական։